Ողջույն, եթերում մոլորակ ռադիոն է։ Ձեզ հետ մոլորակ ջոկատի ճամբարականներն են։ Գիտեք մենք ինչ ենք որոշել պարզել։ Մեզ շատ հետաքրքիր էր, թե երբ է առաջին անգամ ճամբար եղել, որտեղ եւ ում մտքով էր անցել այդ գաղափարը։ Եվ այսպես լսեք մեր բացահայտումները միլիոնավոր երեխաների սիրելի ճամբարների մասին։ Այսօր ճամբարը մեզ համար լավ հնարավորություն է ընկերանալու, խաղալու, երգելու, լողալու, ճամփորդելու եւ լավ հիշողություններ ունենալու համար։ Բայց այս ամենը մի օր պարզապես հետաքրքիր գաղափար էր։ Պատմությունը սկսվում է 1816 թվականին Ամերիկայում։ Ուսուցիչ Ֆրեդերիկ Գանը որոշեց, որ երեխաները ժամանակ անցկացնեն բնության մեջ, սովորեն ինքնուրույն լինել, Զարգացնեն թիմային ոգին եւ ավելի շատ շարժվեն։ Նա կազմակերպեց առաջին ճամբարային արշավը եւ հենց այդ գաղափարից էլ ծնվեցին ժամանակակից ամառային ճամբարները։ Ժամանակի ընթացքում ճամբարները տարածվեցին ամբողջ աշխարհում։ Սկսեցին ստեղծվել մարզական, ստեղծագործական, գիտական, լեզվական եւ նույնիսկ տիեզերական ճամբարներ։ Իսկ գիտեք, որ ճամբարային ավանդույթներից շատերը, թիմային խաղերը, երգերը, երեկոյան հավաքները պահպանվել են ավելի քան 1 դար։ Խոսելով ճամբարների մասին, չեն կարող չնշել մեր կրթահավանելի լողափյա ճամբարները, ձմեռային ճամբարները, որոնք արդեն 10-15 տարվա պատմություն ունեն։ Գնալով ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում։ Եվ բացի կրթահամարելի սովորողներից, մեր ճամբարին մասնակցում են այլ դպրոցների սովորողներ։ Երբ տարիներ անց հիշեք ձեր մանկության ամառները, ձեր հիշողություններում հաստատ իրենց կարևոր տեղը կունենան ձեր ընկերների հետ անցկացրած մեր ամենահավես լողափյան ճամբարները։ Բոլորիդ մաղթում ենք ուրախ ամառային ճամբարներ։ Ձեզ հետ մոլորակ ռադիոն էր։ Մինչ նոր հանդիպում նոր ուսումնական տարում։ Ցտեսություն։